Սա շենքն էր, որ անցած ընդհանրեցին փաստերի հատվածը պատմաշերս այն 90%-ը պատրաստել։ Շինարարական վերջացած, այսինքն մոնտաժի փուլ է։ Հա, մոնտաժի փուլ։ Այստեղ մեծ բանկետներն են կազմակերպելու նախաճաշ, ճաշ եւ ընթրիք պատվերով, այսինքն անմատած ներկերի հարկերը որտեղ ուզիներ ափիտ կորտել, սա ռեստորանին համարժեք ստանալու ենք սրահը։ Աշխատանքները արդեն սկսված են, մի մասը, իսկ մյուս մասը երկու շաբթի օրվանից կսկսի ասֆալտապատվել, ամբողջը կգա։ Շրջանապատ հատվածը համայնքային էր, որ անդամ դեզինֆեկցեցին։ Հիմա մի շերտ տարված է հատվածը, զուգահեռ կարվի տեխնիկաների կանցնենք կդրենք կապ։ Այս հատվածից նայում ենք այս ուժությամբ, որտեղ տեղադրվելու են երկու մեծ հիմնական վրանները, ամեն մեկը մոտավորապես 1500-1700 տեղի համար։ Վրանները որոշել ենք անվանական լինեն, իհարկե ինքը այս տեսքը չի ունենալու ամբողջությամբ փակվելու է, զարդարվելու է անտանուր լոգոներով։ Որոշել ենք վրանի առաջի անունը դնենք Արագած, երկրորդի անունը Սևան դնենք, ու նաև վրանների ներսում էլի հայկական բնաշխարհից նաև ունենանք ինչ-որ դիզայն։ Հիմա ասֆալտի հետ շերտը նայում եմ, սա դեռ վերջնական չի, մեկ հատիկ սարավարապետական է, նաև համայնքային Դա բավականին մեծ տարածք է, բայց պատկերացեք վրանները շատ մեծել է, ռենդերով ենք ամբողջությամբ չի տալիս, շենքս ամբողջությամբ շատ մեծ վրաններ են։ Այս հատվածը պարոն վարչապետ ավելացած շենքն է, որտեղ որ նմանատիպ մենք դահլիճներ ենք ունենալու, դահլիճի այս ձևը կավորված լինելու, մենք կոնչուկ։ Սա որ դահլիճն է։ Մենք ասում ենք կոնտակտային սենյակներ, որտեղ որ հանդիպումներ լինում, այսինքն ամեն օրակարգի հարցով այս հատվածում բանակցություն լինելու շատ։ Սա action zone-ներն են, այսինքն հանդիպումների համար, էլի քննարկումների համար։ Այս հատվածում, այո, այն հատվածում, որ կողմով որ մենք նայում ենք, նմանատիպ տարբեր տեղի զոնաներ ենք ունենալու աշխատանքային հանդիպումների համար։ Պատրանցան դնելու են երկրների մեծ պավիլյոնները, շատ մեծ 10 պավիլյոնների մասը։